Ողջույն։ 3 հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաժանեց պատգամավորական մանդատները։ Օգոստոսի 2-ին խորհրդարանը ստանձնելու է լիազորությունները, որից հետո կձևավորվի նոր կառավարություն եւ սա կլինի Հայաստանի պատմության երբևէ եղած ամենավոչ լեգիտիմ իշխանությունը։ Քաղաքացիական պայմանագիրը այդպես էլ չիմացավ, թե իրականում քանի հատ ձայն ունի, քանի որ 100 հազարավոր ընտրողների բաժանված պետական կաշառքների, վարչական ռեսուրսի, պետաշխատողների ստրուկի տեղ դնելու, ոստիկանության, դատախազության, հակակոռուպցիոն ու քննչական կոմիտեների ակտիվ շահագործման, ատելության քարոզի, ընտրողի ահաբեկման, պատերազմի սպառնալիքի հնչեցման, այլ պետությունների աջակցության շնորհիվ եւ այլ բաների արդյունքում Նիկոլը ստացավ 49% ձայն ընդամենը եւ որպեսզի ունենա օրենքներ անցկացնելու հնարավորություն գողացան խորհրդարան անցած ԲՀԿ-ի ձայները։ Դե հիմա թող ԿՊ-ն ասի քանի ձայն ունի։ Ինչի մասին է այս նոր իշխանությունը լինելու։ Հաստատ ոչ պետության պաշտպանության մասին, ոչ անվտանգության ու բարեկեցության կամ իր խոստումները կատարելու մասին։ Անելու են ինչպես նախորդ 8 տարիներին։ Դե պատկերացրեք, էլ ինչերի միջով ենք անցնելու։ Այս իշխանությունը հայտնի է որպես ձևականությունների սիրահար։ Մի ձևականությունը լարեցին ազգային ժողովի վերջին արտահերթ նիստում փոխելով պատգամավորների երդման տեքստը։ Հիմա տեսնենք, թե ինչ են երդվում անել պատգամավորները հաջորդ 5 տարում։ Սկսելու են հետևյալ տողով։ Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման երդվում եմ եւ այլն։ Իսկ ինչ են արել իրենց իշխանության 8 տարիներին Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության հզորացման համար։ Պետության հարատևությունն ապահովող հիմնական գործոններից են անվտանգությունը։ Արդյոք Հայաստանը պաշտպանված է արտաքին ագրեսիայից։ Բացարձակ ոչ։ Սրանց բանաձևն է. հանձնենք տարածքներ, որ ագրեսիա չլինի։ Արտաքին անվտանգության մասին ընդամենը մեկ նախադասություն բավարար է կարծիք կազմելու համար։ Պետության ղեկավարն ասում է. սեպտեմբերին կլինի աղետալի պատերազմ եւ մենք կպարտվենք։ Հարատևության կարևոր պայման է ժողովրդագրական կայունությունը, իսկ մեր երկրից արտագաղթը շարունակվում է, ծնելիությունը ամեն տարի անկում է ապրում։ Պետության հարատևության համար կարևոր են արդյունավետ պետական ինստիտուտները, օրենքի գերակայությունը, իրավական համակարգը։ Որևէ մեկը կասի, թե 8 տարի նույն դասանում մնացածները կայուն կառավարում են, ամենուր բարդակ չէ։ Ուզում են ասել մեր երկրում օրենքի գերակայություն է, թե Նիկոլի կամքի գերակայությունն է օրենքների նկատմամբ։ Հենց այսօր ընդդիմադիր պատգամավորին զրկում են անձեռնմխելիությունից, խախտելով օրենքը, բայց կատարելով Նիկոլի կամքը։ Հարատևության համար կարևոր է ազգային ինքնությունը, լեզվի, մշակույթի, պատմական հիշողության պահպանումը։ Քանի անգամ ենք ակցիաներ տեսել եւ մասնակցել ազգային ինքնությունը քանդելու դեմ, պատմական հիշողությունը սրանց կողմից ջնջելու դեմ։ Եվ ուրեմն երդման տեքստում դա անիմաստ է գրվել։ Հիմա ԿՊԱ-ականները, որ երդվեցին, ինչ են անելու։ Պետության հզորացում նշանակում է, որ այն կարողանում է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ինքնիշխանությունը, որի համար երդվում են։ Ներքին անվտանգության մասին քանիցս խոսել ենք։ Այն բեսպրեդելը, որ Հայաստանի փողոցներում է, անվտանգության մասին մոռացեք։ Հզորացման համար կարևոր է կայուն տնտեսական աճը, զարգացած արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ներդրումները։ Պատգամավորները երդվելու են մի բանի համար, որը գոյություն չունի։ Գյուղատնտեսությունը հենց այս պահին մահանում է։ Ներդրումները փախչում են Հայաստանից, քանի որ սրանք զբաղված են դրանք խլելով, մարդկանց էլ դարձնում են գործազուրկ։ Ու ԿՊ-ն պետք է երդվի պետության հզորացման համար։ Հզորացման համար այդ պայմաններ էլ կան։ Իհարկե, անկախ եւ արդյունավետ դատարաններ, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն, որոնք Հայաստանի պայմաններում միայն գեղեցիկ ելույթներ են։ Ինչ ենք հասկանում ինքնիշխանություն ասելով, որի պաշտպանության երդումն են տալու օգոստոսի 2-ին։ Պետության ինքնիշխանությունը պետության գերագույն եւ անկախ իշխանությունն է իր տարածքում եւ արտաքին հարաբերություններում ազատ որոշումներ կայացնելու իրավունքը,
առանց այլ պետությունների կամ արտաքին ուժերի պարտադրանքի։ Նշանակում է, որ պետությունն ինքն է իր տարածքում ընդունում եւ կիրառում օրենքները, կառավարում երկրի ներքին գործերը եւ այլն։ Երբ այլ պետություն պարտադրում է Հայաստանին փոխել սահմանադրությունը, մոռացեք ինքնիշխանության մասին։ Երբ այլ երկրներ խառնվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, ինչը բազմիցս տեսանք այս շրջանում, մոռացեք ինքնիշխանության մասին։ Այսօր Հայաստանում այդպես է եւ ուրեմն անիմաստ է խոսել ինքնիշխանության մասին։ Ինքնիշխանություն նշանակում է, որ պետությունը ինքնուրույն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, անդամակցում է միջազգային կազմակերպություններին, ընդունում դաշնակիցներին եւ պաշտպանում իր ազգային շահերը առանց այլ երկրների վերահսկողության։ Սրանք ինքնուրույն են որոշում մեր երկրի արտաքին քաղաքականությունը, ժողովուրդ։ Որևէ մեկը դրան հավատում է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վստահելի է, արդյունավետ է, Հայաստանի Հանրապետության շահերով է։ Ինձ մոտ ընդամենը թողնում է փողի դիմաց ծառայության տպավորություն։ Մեր փոխարեն որոշում են ու մեզ պարտադրում։ Մեր հարցերը քննարկում են առանց մեզ։ Ինքնիշխան պետության հիմնական հատկանիշներից է պետական իշխանության լիարժեք իրականացումը երկրի ամբողջ տարածքում։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ամբողջ տարածքում իր իշխանությունը կարողանում է իրականացնել։ Քանի 100 քառակուսի կիլոմետր է օկուպացված։ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունից, որի համար երդվում են, որն էր բխում։ Արցախը հանձնելը, Սև լիճը հանձնելը, ջերմուկը չպաշտպանելը, Հայաստանի Հանրապետության տարածքները թշնամուն տալը։ Այդ երդման տեքստում այսպիսի հետաքրքիր նախադասություն էլ կա. անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար։ Մեր երկրում քաղաքացիական համերաշխության միակ խաթարող ուժը ԿՊ-ական իշխանությունն է։ Սրանք իրենց գործունեությունը կառուցել են Հայաստանի քաղաքացիների մեջ թշնաման հրահրելու վրա։ Դա եղել եւ մնում է Նիկոլի ուժը։ Այն, որ Նիկոլն ընդդիմությանը ձայն տվածներին համարում է կաշառակերներ, իրեն չընտրողներին համարում է թշնամի, շունշանգյալ, ինչ համերաշխության մասին կարող է խոսք լինել։ Հայաստանն ունի անհամար քաղբանտարկյալներ, ուրեմն ինչ մարդու իրավունքների մասին է խոսքը։ Ընդհանրապես այս բոլոր դեպքերում նրանք կարծում եմ ԿՊ-ականները նկատի ունեն միայն իրենց բարեկեցությունն էլ, համերաշխությունն էլ միայն իրենց մոտ պետք է լինի։ Չնայած իրենց մոտ էլ բարեկեցություն կա, բայց համերաշխ չեն, այդ մասին դեռ կխոսենք։ Եվ այսքանից հետո ասում ենք, երդման տեքստից հանվել է հանուն համազգային նպատակների իրականացման մասին տողը։ Հետո ինչ որ հանվել է, ասենք չէր հանվել, ինչ էր լինելու։ Իշխանության երդման տեքստը պետք է լինի իր նախընտրական ծրագիրը եւ կառավարության ծրագիրը, որոնք խախտում են 2018 թվականից ծայրից ծայր։ Երդման տեքստը Նիկոլի ֆեյսբուքյան գրառումը պետք է լիներ, որ Արցախցուն խոստանում էր երբեք հուսախաբ չանել։ Այն, որ ասում էի Աղդամը մեր հայրենիքն է, դա է երդման տեքստը։ Այն, որ ասում էր արագաչափերը կհանեմ, դա էլ էր երդման տեքստ։ Այն, որ հարյուրավոր գործարաններ, ջրամբարներ էի խոստանում սարքել, դա էր երդման տեքստը։ Այն, որ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, դա էլ էր երդման տեքստ։ Զինվորն իր երդումը պահեց ու կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։ Դու այդ հայրենիքը հանձնեցիր։ Ու ամեն երդումից հետո ու ամեն երդումը խախտելուց հետո թիմով ասացիք, սխալվել ենք, որ այդպես ենք ասել։ Կարճ ասած, իրականում այս տարիներին սրանք ամեն ինչ արել են իրենց երդման տեքստին հակառակ։ 100%-անոց ցինիզմը հենց սա է, որովհետև այն ամենը, ինչի համար դուք երդվել եք, տապալել եք վաղուց։ Հիմա այդ բոլորը խախտած գնում եք նույն բանը երդվելու, որ ինչ լինի։ Երդվել եք ու քանդել մեր երկիրը, երդվել եք ու հանձնել մեր հայրենիքը։ Հիմա ինչ սպասենք։ Ընդհանրապես ԿՊ-ին կառաջարկեի երդվել օրինակ Էրդողանի գրքի վրա։ Իրենց շեֆը գրկել էր գիրքը, իրենք կարող են ձեռքը դնել ու երդվել, որ հավատարիմ կմնան Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջների կատարմանը։ Մեկ է, այդպես էլ անում են։ Իրականում 10 հատ էլ երդման տեքստ փոխեք, օրը 10 անգամ էլ երդվեք, քանի դեռ դուք չեք փոխվել, բան էլ չի փոխվելու։